Սերժ Սարգսյանի փեսան հայտարարում է, որ գիտեք ինչ կա ժողովուրդ, այս Նիկոլը կլայզնիկություններ անում մեր վրա։ Ես էլ չգիտեի ինչ անեի ախպեր, ինչա այսի հայտարարում, որտեղ փաստերը կա, որ Նիկոլին ֆինանսավորել է երևի, որ այս ամեն ինչը ջրի, չի ու կարում հերկի, որ չի ֆինանսավորել, այս ամեն ինչը ջրելու համար կանգնում է մարդ ասում է, դե ախպեր, վրեկս կլայզնիկություններ անում, նյութ էր գրում, ես այս տիֆաս փող էի տալում, որ չգրեր։ Արա, այս ինչ խեղճ ա եղել, այս նախագահի փես է, որ այս մի կլավուզնիկի հարցը լուծելու փոխարեն, որոշել է այս կլավուզնիկին ֆինանսավորի, որ հանկարծ իրա վրով նյութ չգրի։ Բա Քոչարյանի վրով գրի, հա? Հիմա ինչ բռնել Քոչարյանն էլ ֆինանսավորել, ասել ախպերան, բաբշե ուժեղացի մեր վրով էլ նյութ մի գրի, այսինքն էդի համարում ես, որ ճիշտ քայլ ես արել, բան է Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Փողով ուզեցել ես Յանի փակես Նիկոլ Փաշինյանի բերան, ես չեմ հավատում։ Միքայել Մինասյան, անկեղծորեն չեմ հավատում, սա ես կարծում եմ, որ կեղծիկ է, եւ եթե դու իրոք այտենց ես մտածել, որ կարելի է այդ տիպի մարդուն ֆինանսավորել, որպեսզի բերանը փակես, ուրեմն այդ քո արարքը եւս բերելա, հասցրելա մեզ այս օրին։ Անկեղծ զրույց ենք ունենում, էլի, ժողովրդին մեղադրում եք, ասում եք ժողովուրդը բերեց, այդ ժողովրդից մեկն էլ ես եմ, ես լավ գիտեմ, ժողովուրդի ուժն էլ ինչ կարես խեղճ ու կրակ ժողովուրդը անի։ Դրիք, բան, ժողովրդի հեղափոխություն, գցիկ ժողովրդի ջեբը լավ իմանալով ինչ պետք է տեղի ունենա, ում եք մի ամիտի տեղ դրել, այդ խեղճ ժողովուրդը այդ ո՞նց է